Սիելի ֆուտբոլասերն խաղային օրը Աֆելում շարունակվում է ու հիմա հերթը արդեն Ատալանտային ու Բայեր Լևերկուզենին ներողություն միմյանց միջև ուժերը պարզելու համար մեկ տարկած է հանդիպումը եկեք արդեն ծանոթանանք մրցող թիմերի հայտացուցակների հետ սկսենք Բայերլիստ Հաթուլ Սևոյանը պաշտպանում է դարպասը համար 1 Հովանես Կուրգինյան համար 3 Աղասի Ավետիսյան համար 4 ով թիմի ավագ թե Արմեն Ազնաուրյան համար 5 Արթուր Պետրոսյան համար 7 Անդրանիկ Կիրակոսյան համար 10 Գագիկ Ղուկասյան համար 11 Համլետ Ասաուրյան համար 17 Վարկես Գեբեշյան համար 21 Ալեն Հարոյան համար 22 Հարություն Օհանյան համար 33 եւ Վարամ Մկրչյան համար 59 Ատալանտա դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը համար 12 Անդրանիկ Ադամյան համար 5 դա թիմի ավագ թե Ալիկ Հովանեսյան համար 6 Վանիկ Պետրոսյան համար 7 Ադուլ Ասատրյան համար 8 Ռասպիկ Եգանյան համար 9 հիմա գրոյի անցել Բայեր այս գրոյից հետո շարունակեն ծանոթացնել Ատալանտայի հայտացուցակը ու անկյունային է վաստակում Լևերկուզեն այս իրավիճակում արագորեն շարունակեմ ներկայացնել Ատալանտայի հայտացուցակը Ռասպիկ Եգանյան համար 9 ներկայացեցի Եգանյանին Արամ Եգանյան համար 11 Դավիթ Աթայան համար 21 եւ Մաքս Սարգսյան համար 55 հիմա անկյունայինից փոխանցում են տեսնում դեպի Տուգանայինի մատույցներ նույնիսկ այստեղ հարված եղավ Կուրգինյանի կատարման բայց դարպասապահ Սուրեն Սարգսյանը տիրեց գնդակին Արամ Եգանյանը այո շատ կարևոր համալրումներ է կատարել Ատալանտան թիմի կազմում ձեռք բերելով շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստերի 3 ֆուտբոլիստ այսօր միանգամից համալրել է Ատալանտայի շարքերը Արամ եւ Ռասպիկ Եգանյանները ու նաեւ Դավիթ Աթայանն է նորամուտի խաղ անցկացնում Ատալանտայի կազմում իսկապես 3 կարևոր ու առանցքային ֆուտբոլիստեր ովքեր միանշանակ միմիայն այսպես ասած Ատալանտայի հաջողությունների հասնելու գործում իրենց դերն ու նշանակությունը ունենալու են Եգանյան դեպի Արամ Եգանյանը խաղարկում է գնդակը Ատալանտան Ալիկ Հովանեսյան մեկը փոփ թողեց Ադամյանին լավ դեր Ադամյանի մտահղացումը դեպի Վանիկ Պետրոսյանը բայց այստեղ հաստրեց ցանկման գնով գնդակը հեռացնել Անդրանիկ Կիրակոսյանը ու ոչ հարված դարպաս է նշանակել մրցավար կարծես հենց Ադամյանին դիպա վերջում գնդակ ու նոր դուրս եկավ դաշտի սահմաններից Ասաուրյան հետ փոխանցում դեպի Պաշտպանություն Օհանյանը ուղարկել գնդակ Աղացի Ավետիսյանի ուղղությամբ արագ գրոյի է փորձում հասնել Լևերկուզենը կա փոխանցում բայց Արամ Եգանյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին ու թույլ չտվեց փոխանցումը իրենից էլ անցնի Վանիկ Պետրոսյան այո Պետրոսյանը նախորդ տուրում ընդգրկվեց Ատալանտայի կազմում ընդգրկվեց Աֆելի Վինտերկապ մրցաշարի խորհրդանշական հավաքականում շատ լավ հանդիպում անցկացեց Վանիկ Պետրոսյանը Մանչեսթեր Սիթիի դեմ ու իսկապես նա արժանի էր ու հասավ այդ արդյունքին խորհրդանշական հավաքականը ձևավորվեց նաև Ատալանտայի դարպասապանը ներգրաված այդ հավաքականի մեջ Տարոն Թուղթաջյանի մասին է խոսքս այսօր նա ներկա չէ ու այսօր դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը այսօր նաև իսկապես այս ֆուտբոլիստները համալրել են Ատալանտան բայց Ատալանտան այս խաղում ունի շատ կարևոր ֆուտբոլիստի բացակայություն իդեմս Վարդան Կոշկարյանի ով ներկա չէ այս հանդիպման ու իհարկե Կոշկանի բացակայությունը իր տեղն ու դերը ամեն դեպքում զգացնել կտա խաղադաշտում, բայց հուսանք, որ Ատալանտայի ֆուտբոլիստները խաղան այնպիսի ֆուտբոլ, որ իհարկե նույնիսկ Կոշկանի բացակայությունը շատ բարդ է ասել, չի զգացվի, բայց ամեն դեպքում զգացնել իր տեղը խաղադաշտում կփորձեն անել Ատալանտայի ֆուտբոլիստները, որ ցույց չտա Կոշկանի բացակայությունը հիմա ստանդարտ իրականացեց այս ընթացքում Բայեր Լևերկուզենը, բայց Կիրակոսյանի փորձը բավական բարձր ստացվեց Արամ Եգանյան թողնում է գնդակը Ռասպիկ Եգանյանին Ադուլ Ասատրյան Արկում է Ատալանտան այս պահին օնլայն տարբերակով մրցաշարային աղյուսակում գտնվում է 5-րդ հորիզոնականում բայց որն է հետաքրքիր իհարկե Ատալանտան այլևս մրցաշարային աղյուսակում ավելի ետ չի կարող հայտնվել 5-րդ հորիզոնականից ետ դրա մասին է խոսքս, բայց Ատալանտան ունի այն իրատեսական շանսերը, որ խմբային փուլը հաղթարի 2-րդ հորիզոնականով հիմա ներկայացնեմ ինչ պատկեր է մրցաշարային աղյուսակում այստեղ
Գնդակի Կորուստ Ավետիսյան Արված ու Արամ Եգանյանն է կանգնում գնդակի ճանապարհին։ Եվ այսպես Ատալանտան ու Վոտֆորդը 34-ական միավորներով 4-րդ եւ 5-րդ հորիզոնականում են այս պահին տեղ զբաղեցել։ Մանչեսթեր Սիթին ով 1 հանդիպում, 2 հանդիպում ներողություն ավելի անցկացել Ատալանտայի նկատմամբ 37 միավորով 3-րդն է։ Յուվենտուսն ու Լեռնային Արցախն էլ 42 եւ 43 միավորներ ունեն համապատասխանաբար, իհարկե Յուվեն դեռ այս տուրում իր հանդիպումը չի անցկացել եւ այսպես ասենք միայն Ատալանտան հնարավորություն չի ունենա շրջանցելու Յուվենտուսին, եթե Յուվենտուսը այս երկու հանդիպումներից երկուսում էլ չպարտի, առնվազն գոնե մեկ խաղում ոչ ոքի խաղա, այդ դեպքում Ատալանտան միայն Յուվենտուսին չի հասնի մրցաշարային աղյուսակում, բայց իհարկե իրատեսական շանսերը ունի։ Այս պայն Լեռնային Արցախն է առաջին անգամ այս մրցաշրջանում գլխավորում մրցաշարային աղյուսակը 43 միավորով, բայց Յուվեն կրկնում է մեկ հանդիպում քիչ է անցկացել ու 42 միավորով թիկունքում է գտնվում Լեռնային Արցախի։ Ու Ատալանտան այս հանդիպումից բացի եւս մեկ հանդիպում ունի անցկացնելու ու նոր դրանից հետո արդեն վերջի տուրի խաղում կմրցի Լեռնային Արցախի դեմ, որտեղ պարզ կդառնա թե որ թիմը կդուրս գա փլեյով 2-րդ թե 3-րդ հորիզոնականով, իսկապես համառ պայքար ընթանալու միջև վերջին տուրի վերջին եզրափակիչը Սուլիչը մրցավարի ու իհարկե բազմիցս անգամ նշել եմ որ թիմը խմբային փուլը հաղթահարի ավելի բարձր հորիզոնականով, այնքան ավելի փոքրինչ կհեշտացնի խնդիրը փլեյոֆում։ Իսկ հա Լևերկուզենի տեսանկյունից նայած թիմը իհարկե արդեն ոչ մի շանս չունի առաջին ութնյակին հասնելու, բայց Լևերկուզենը կարող է եւ իհարկե նույնիսկ չէ կարող նահանջել 16-րդ հորիզոնականից ավելի ետ, քանի որ արդեն 9 միավոր գերազանցում է այդ հորիզոնականը զբաղեցած ակումբին ու ընդամենը Բայերն 3 հանդիպում է մնացել, նույնիսկ 3 խաղում պարտվելու դեպքում էլ մրցակիցը եթե նույնիսկ տանի 3 հաղթանակ ու 9 միավոր վաստակի եւ հավասարվի Լևերկուզենին միմյանց միջև խաղերով Բայերը ամենավատագույն դեպքում իհարկե կմնա 16-րդ հորիզոնականում, սա ինչի համար եմ ասում, որ 8-ից 16-րդ հորիզոնականը զբաղեցած թիմերը նույնպես կմասնակցեն փոքր գավաթի խաղարկության Լևերկուզենը այդ ութնյակում է տեղ զբաղեցնելու, դրանում արդեն երկու կարծիք լինել չի կարող ու իհարկե այս հանդիպումը մեծ հաշվով Լևերկուզենի հաղթանակի հասնելու դեպքում միայն մի քանի միավոր կտա Բայերը, նույնիսկ 12-րդ հորիզոնականում գտնվող Արցախին չի կարող շրջանցել, ունի Լևերկուզենը 16 միավոր, Արցախը 20 ու իհարկե միայն այս խաղի իմաստը կայանում է նրանում, որ Բայերի ֆուտբոլիստները պարզապես ցանկանում են իհարկե մարզավիճակում մնալ այս 2-3 հանդիպումների ընթացքում ու արդեն փլեյոֆ փուլում փոքր գավաթի շրջանակներում կրկնում եմ իհարկե Լևերկուզենը ունի բավական հեռու երկարաձիգ պլաններ այդ առաջնության հետ կապված, իհարկե կարող է Բայերը երկրորդ ութնյակում տեղ զբաղեցած ակումբների միջև պայքարում բավական հեռանկարային տեսք ունենալ։ Վանիկ Պետրոսյանը հիմա խլում կատարեց Պետրոսյանը ու շարժվում է առաջ, տեսնենք ինչ որոշում կայացնի հարվածի փորձ, բայց չստացվեց Վանիկ Պետրոսյանի հարված, իսկ հա Ատալանտայի մասով եթե խոսենք, թիմը երկու կարծիք չունեմ դրանում, միանշանակ պայքարում է Վինտեր քափի չեմպիոնության համար ու Ատալանտան կազմով այսպիսի գերեզոր ֆուտբոլիստերով ունի իրատեսական շանսերը Վինտեր քափում շատ բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնելու համար, այլ հարց է կդառնա Ատալանտան չեմպիոն կգրավի երկրորդ հորիզոնականը, երրորդը կամ նույնիսկ չէ հասնի ամեն դեպքում եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, միևնույնն է այնպիսի գերեզոր կազմ ունի Ատալանտան, որ այս ֆուտբոլիստերից բաղկացած ակումբը դեռ երկար է շարունակելու պայքարը, ես դրանում իհարկե վստահ եմ հիմա փոխանցման փորձ, բայց չստացվեց ու հիմա արագ գրո Ատալանտայից Ալիկ Հովանեսյան մեկ հպումով դեպի Ռազմիկ Եգանյանը լավ փոխանցում էր Եգանյանն էլ ամեն դեպքում հարված կատարեց, բայց թույլ ստացվեց Եգանյանի այս հարվածի փորձ ու Սևոյանը վերցրեց առանց որևէ խնդիրների գնդակը, իհարկե Եգանյանին պետք է աչալրջորեն վերահսկել ու թույլ չտալ նմանատիպ իրավիճակներում հարված կատարել, բավական վտանգավոր հարվածների հետ տիրապետում Ռազմիկ Եգանյանը, այն էլ արձակման կրակագծում ու այս ամենը իհարկե կարծում եմ Բայերի ֆուտբոլիստները քաջ գիտակցում են եւ տեղյակ են այս ամենի մասին, հիմա խաղարկում է Լևերկուզենը գնդակը Կիրակոսյանի հետ փոխանցում Օհանյանն է գնդակով
Այո, նախորդ турում իսկապես Ատալանտան շատ համար պայքարում հաղթեց հիմնական մրցակիցներից մեկին Մանչեսթեր Սիթիին իդեմս, որտեղ շատ հետաքրքիր ու լարված հանդիպում էր ընթանում եւ Ատալանտան նույնիսկ վերջնամասում կարող էր ձեռքից բաց թողնել հաղթանակը, բայց իհարկե երեք Ադամյան այս գրոից հետո գեղեցիկ անցում ու փոխանցում տեսանք, բայց չկարողացավ այս Ադամյանի ստեղծածը եզրափակել իհարկե Դավիթ Աթայանը շատ լավ անցում ու փոխանցում էր իսկապես Անդրանիկ Ադամյանից թիմի ավագից Ատալանտայի, բայց Ադամյանի սրող փոխանցումից հետո եթե նույնիսկ Աթայանը պարզապես հպում կատարեր գնդակին այս իրավիճակում արդեն մենք ունենայինք առաջին գնդակը խաղում, հիմա էլ պրեսինգ էր գնում Վանիկ Պետրոսյանը չստացվեց այստեղ խլում կատարել, ռիսկային էր Բայերի ֆուտբոլիստների գործողությունները ու հիմա արդեն գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, ես իսկ կնետի Ատալանտան այո նախորդ տուրում իսկապես City դեմ գեր հետաքրքիր խաղում Ատալանտան հասավ հաջողության 3-2 հաշվով ովքեր դիտել են այդ հանդիպումը կհիշեն, նախ Վանիկ Պետրոսյանը բացեց հաշիվը, հետո Ալիկ Հովհաննիսյանը կրկնապատկեց Ատալանտայի առավելությունը, մի խոսքով շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք այդ տուրում Ատալանտայի մասնակցությամբ, 3-0 հաղթում էր Ատալանտան այդ խաղում Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներին, բայց երկու գնդակ շատ արագորեն Ատալանտան բաց թողեց այդ խաղում, 3-2 հասցրեց հաշիվը Մանչեսթեր Սիթին ու նույնիսկ վերջնամասում երբ Կոշկայանը վրիպեց 11-րդ նշակետից, որը կարող էր արդեն վստահ հաղթանակ պարգևել Ատալանտային այդ խաղում 3-2-ի ժամանակ Ատալանտան ստացավ 11 մետրացի հնարավորություն, Կոշկայանը չգրավեց Վահե Մուրադյանի դարպասը ու Սիթին ուներ խաղը ժամանակ մեկ ու կարևոր եւ վճռորոշ գրոհը եզրափակելու, բայց իհարկե չստացվեց, քանի որ այդ վերջին րոպե ու կեսի ընթացքում այդքան խաղաժամանակում իհարկե 1-1.5 րոպեի ընթացքում Ատալանտան ողջ ուժը դրեց պաշտպանության վրա ու շատ լավ պաշտպանվեց այդ վերջին դրվագներում եւ դարպասը պահեց Աննարիկ ու հիմա էլ Ռազմիկ Եգանյանի խլումն ենք տեսնում, բայց միջև վերջ այս ամենը անել չստացվեց Եգանյանի մոտ ու ես զից հիմա կնետի Լևերկուզենը գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից Աթայանից Պետրոսյան Ադամյան թիկունքից աշխատում, բայց մնաց գնդակով այս իրավիճակում Արտուր Պետրոսյան ու գնդակի տեղափոխություն դեպի Ձախ Եզր Կուրղինյան Գեբեշյան պայլ է գնդակը դաշտի սահմաններում, բայց փոխանցումը արդեն շատ հեռուն գնաց Գեբեշյանի կատարած, գնդակներ դուրս եկավ ներողություն դաշտի սահմաններից ու հարված կտեսնենք արդեն Ատալանտայի դարպասից առայժմ չունենք խփված գնդակ խաղում, ինչը իհարկե այնքան էլ ցանկալի չէ, որ երկար ժամանակ այս ամենը պահպանվի, հուսանք, որ իհարկե հանդիպան հաշիվը շատ արագ բացված կտեսնենք ու դա բնականաբար էլ ավելի է հետաքրքրացնելու այս հանդիպման ողջ ժամանակահատվածը Եգանյան թողեց գնդակ Արամ Եգանյանին շարժվում է առաջ Եգանյանը, թողնում է գնդակ Աթայանին ու արդեն աստիճանաբար Ատալանտան գնդակի վերահսկողությունը վերցնում է իտրամադրության տակ Սարգսյան դեպի Աթայանը կրկին Եգանյան, Աթայան շատ հետաքրքիր խաղարկումներ, այո 2-3 հանդիպան ժամանակ խոսել եմ արդեն իսկ այդ մասին Ատալանտայի, բայց հարկ եմ համարում եւս մեկ անգամ հիշեցնելու Վարդան Պետրոսյանի բացակայությունը խաղադաշտում ֆուտբոլիստով իհարկե շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստի Ատալանտայի համար Վանիկ Պետրոսյան 1-0 Ատալանտան բացում է դիմակայության հաշիվը Վանիկ Պետրոսյան 1-0 բացված է հանդիպան հաշիվը իհարկե շատ լավ հարվածեց Պետրոսյանը, բայց եկեք խոսենք Ալիկ Հովհաննիսյանի գործողությունների մասին, ինչպես մարմնով փակեց մրցակցի պաշտպանին ու շատ ճիշտ ժամանակին գնդակ ուղարկեց Պետրոսյանին, որից հետո Վանիկ Պետրոսյանը բացեց հանդիպան հաշիվը, իհարկե բրավո այս երկու ֆուտբոլիստերին այս
Գոլը հեղինակելու համար Հովհաննիսյան Պետրոսյան զույգը շատ լավ աշխատեց այս իրավիճակում ու հիմա տեսնենք բաց թողած գնդակից հետո Լևերկուզենը ինչ կփորձի անել։ Իհարկե շատ չասեմ ժամանակի տեսանկյունից շանսով հանդիպան մեկտարկից 14-րդ րոպե դրությամբ բացեց Վանիկ Պետրոսյանը հանդիպան աշիվը ու հիմա տեսնենք ինչ կառաջարկեն թիմերը այս հաշվի արկայության պայմաններում։ Աթայանով այստեղ Ավետիսյանը թիկունքից խախտեց խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում եւ ստանդարտ իրականացնի հիմա Ատալանտան։ Այո, միտքս շարունակեմ Վարդան Պետրոսյանի հետ կապված այդ ժամանակ պարզապես կիսատ մնաց քանի որ տոնեցինք Վանիկ Պետրոսյանի խփած գնդակ, այո Վարդան Պետրոսյանը մի քանի հանդիպումներ արդեն բացակայում է Ատալանտայի հայտարարությունում, բայց հուսանք որ նրան մենք փլեյոֆում կտեսնենք խաղադաշտում հիմա էլ Գեբեշյանի հարված ու Սուրեն Սարգսյանն է հեռացնում գնդակը եւս մեկ վտանգավոր պայել հիմա տեսանք բայ է Լևերկուզենի կատարմամբ, այո Վարդան Պետրոսյանը իսկապես լուրջ վնասվածք ստացավ ու հուսանք որ առնվազն փլեյոֆում արդեն նա կարողանա օգնել Ատալանտային, ճիշտ է, ավելի կարևոր հանդիպում, այսպես ասած, չկա փլեյոֆից առաջ, միայն Լեռնային Արցախի դեմ հանդիպումը, որը մեծ հաշվով իհարկե ոչինչ այդքան էլ չի որոշի բացառությամբ նրա, որ Ատալանտան կամ դուրս կգա խմբային փուլից երկրորդ կամ երրորդ հորիզոնականով, իհարկե ցանկությունը մեծ է ու պայքար կգնա այդ խաղում ամեն դեպքում, բայց իհարկե դա փլեյոֆի արժեք չունենա, հիմա էլ հարվածի փորձ Պետրոսյանից ու Սուրեն Սարգսյանը շատ վստահ իսկ մենք արդեն գիտենք թե Ատալանտան ինչ ելույթներ է ունենում փլեյոֆ փուլերում, այնպես որ դրա մասին կխոսեմ, երբ Ատալանտան փլեյոֆում կանցկացնի իր հանդիպումները, շատ բարդ մրցակից է իսկապես ցանկացած թիմի համար։ Ալիկ Հովհաննիսյան շրջվեց այստեղ Հովհաննիսյանը գնդակով, կա Աթայանի տարբերակը, բայց արդեն ուղարկեց հետ Ասատրյան Եգանյան կրկին Ադուլ Ասատրյանն է գնդակով ու եզից կնետի Ատալանտան։ Պետրոսյան հետ փոխանցում դեպի Ասատրյանը, կրկին Վանիկ Պետրոսյան ու հարված ստացավ այստեղ Պետրոսյանը ոտքին։ Ստանդարտ է նշանակում մրցավարը, իհարկե խախտում կար, բայց միտում չկար այս խախտման մեջ Լևերկուզենի ֆուտբոլիստի կողմից։ Եվ տեսնենք ստանդարտը ինչպես է խաղարկելու Ատալանտան։ Կա մրցավարի սուլիչը, Ասատրյանը խաղարկում է գնդակը Արամ Եգանյանի հետ։ Եվ հետ փոխանցում դեպի դարպասապահ Սուրեն Սարգսյանը, Սարգսյանը ուղարկեց Աթայանին ու եզից կնետի Ատալանտան։ Աթայան Ադամյանի հետ է խաղարկում գնդակը, շատ լավ անցում Անդրանիկ Ադամյանից ու կար խաղի կանոնների խախտում Ադամյանի դեմ պայքարում, այո։ Եվ խաղարկում են գնդակը Ատալանտայի ֆուտբոլիստները Եգանյան, Ադուլ Ասատրյանին ուղարկեց գնդակը, շատ լավ փոխանցում դեպի Անդրանիկ Ադամյանը, փակում է Ադամյանը մարմնով գնդակի, իսկ սա արդեն խաղի կանոնների խախտում է Ադամյանի դեմ պայքարում ու հիմա արդեն բավական վտանգավոր դիրքում է ստացվում ստանդարտը իդեմս Ատալանտայի մասնակցությամբ եւ տեսնենք ով է պատրաստվում հարվածը իրականացնելու։ Իհարկե, կարծում եմ հենց Ադամյանն էլ կարվածի նա նմանատիպ դիրքերի շատ է սիրում գրավել դարպասը մրցակիցների ու տեսնենք այս անգամ այս փորձը ինչպես կստացվի, այո բոլորը հեռացան գնդակի մոտից ու Անդրանիկ Ադամյանն է պատրաստվում հարվածը կատարելուն։ Տեսնենք ինչպես է ստացվելու Ադամյանի այս փորձը, կա մրցավարի սուլիչը Անդրանիկ Ադամյան, բայց պատի վրա ընդունեց այս անգամ Ադամյանի հարվածը, Հովհաննիսյանն ուղարկեց գնդակը Ասատրյանին դեպի Աթայանը
Եվ հետ փոխանցում Արանք Եգանյանի ուղղությամբ քաղարքում է գնդակ Ատալանտան հիմա արդեն պաշտպանությունում Վանիկ Պետրոսյան դեպի Ռասմիկ Եգանյանը մի փոքր թույլ ստացվեց Պետրոսյանի փոխանցում ու իհարկե կարող էին բավական վտանգավոր հակագրով բաց թողնել այս ընթացքում, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց Ատալանտայի համար, Աթայանն է պատրաստում եզրային նետում իրականացնել դեպի Ռասմիկ Եգանյանը դեպի ավելի առաջ Հովանիսյան, բայց ստացվեց ընդունել գնդակը, հետո էլ արդեն խլեցին Լևերկուզենի ֆուտբոլիստները Պետրոսյան ներողություն, ոչ թե Պետրոսյանն էր այս իրավիճակում, Վարդգես Գեբեշյանը շատ լավ արեց ամեն ինչ, բայց գնդակը բավական հեռու թողեց իրենից ու արդեն չհասցրեց հարվածել Ասատրյան դեպի Եգանյանը ուղարկում է գնդակը Ալիկ Հովանիսյանին ու եթե հասներ Հովանիսյանի այս փոխանցումը, ապա ֆանտաստիկ կստացվեր այդ փոխանցումը Ադամյանի համար, իսկ հետո ստիպված եղավ Հովանիսյանը ձեռքով փակել գնդակի ճանապարհը, իհարկե հակագրոհի էր բավական վտանգավոր անցնում արդեն Լևերկուզենը, հիմա ստանդարտ իրականացնեն Բայերի ֆուտբոլիստները բավական հեռու տարածությունից ճիշտ է հարվածային է դիրքը, բայց այնքան էլ մոտ չեն դարպասին կամ մրցավարի Սուլիչը Գեբեշյան կրոս դեպի Տուգանայինի մատույցներ Սարգսյան ու ինչը կատարվում դարպասն անառիկ է այս իրավիճակում, այո բրավո Արամ Եգանյանին դատարկ դարպասից անեց գնդակը, իհարկե եթե գնդակը նույնիսկ հայտնվեր այստեղ դարպասում, կարծում եմ մրցավարը կդիտեր դրվագի կրկնապատկերը, քանի որ կար վարկած, որ կա խաղի կանոնների խախտում դարպասը Սուրեն Սարգսյանի դեմ պայքանում, բայց իհարկե մրցավարը ոչինչ չտեսավ առաջին իսկ հայացքից ու խախտում չնշանակեց Փոխարենը դարպասն էլ իհարկե մնաց անառիկ Ատալանտայի Եվս մեկ փոխանցում ու Եգանյանը նորից հեռացնում է գնդակը անկյունային կիրասի Լևերկուզենը ու տեսնենք այս անկյունայինը ինչպես են խաղարկելու Բայերի տղաները Պետրոսյանն է գնդակի մոտ Տեսնում ենք փոխանցում հեռուն գնաց գնդակը, բայց Օհանյանը ամեն դեպքում հարվածի փորձ կատարեց Գեբեշյան, շատ հեռու թողեց արդեն հարված կատարելու համար գնդակը, հիմա փոխանցում ու բավական ուժեղ ստացվեց Գեբեշյանի կատարած փոխանցում այս իրավիճակում գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից խաղակեսի վերջն ամասն է 2 րոպեից մի փոքր ավել խաղաժամանակ է մնացել առաջին խաղակեսի ավարտին, այդքան ունեն թիմերը իրենց սրամադրության տակ, Ասատրյանն ու առաջ ուղարկեց այստեղ Հովանիսյանի ուղղությամբ, բայց Աղասի Ավետիսյանը բարեհաջող պաշտպանվեց այս իրավիճակում, հիմա արդեն գնդակը Ատալանտայի մոտ է Ռազմիկ Եգանյան դեպի Աթայանը, հետ փոխանցում Արամ Եգանյանի ուղղությամբ Շատ լավ նկատեց Եգանյանն Անդրանիկ Ադամյանին ու չանցավ Ադամյանի փոխանցումը, եթե անցներ, ապա Եգանյանը միայնակ է հայտնվելու Սևոյանի դիմաց, իսկ հիմա արդեն Վանիկ Պետրոսյանն է խախտում խաղի կանոնները, սուլեց մրցավարը ստանդարտ նշանակելով Լևերկուզենի օգտին Կա փոխանցումը, բայց այստեղ մի փոքր հեռուն գնաց գնդակը, չնայած Արտուր Պետրոսյանը ամեն դեպքում հասավ գնդակին Պետրոսյան, տեսնենք ինչ որոշում է կայացնելու, փակվեց փոխանցման ճանապարհը, իսկ հիմա արդեն գրոյի փորձ չստացվեց Ատալանտա հիմա էլ Աղասի Ավետիսյանն է հրվից հարվածում ու Սուրեն Սարգսյանն է փակում Ներողություն, ոչ թե փակում, այլ հեռացնում գնդակը, հիմա էլ Գեբեշյանի փորձը չի ստացվում առայժմ դիպուկ հարված կատարել Բայերի ֆուտբոլիստների մոտ, Ավետիսյան դեպի Տուգանայինի մատույցներ ու Սուրեն Սարգսյանը ամեն դեպքում իհարկե շատ ճիշտ վարվեց այստեղ հեռացնելով գնդակը, բարձր ընթացավ Ավետիսյանի կատարած փոխանցումը, բայց իհարկե չենք կարող ասել, եթե Սարգսյանը չդիպչեր գնդակին, գնդակը ինչպես վայրեջ կկատարեր, հիմա անկյունայինը տեսնենք Բայերի կատարմամբ կա փոխանցումը ու ինչ է կատարվում այստեղ ստացվեց հիմա էլ Ղուկասյանի հարվածը Պետրոսյան Բայց այստեղ Աթայանը հաջող խլում կատարեց փոխանցումը նույնպես լավն էր, բայց այստեղ մի փոքր ուշացավ Ոչ թե Հովանիսյանը ուշացավ, Հովանիսյանը շատ լավ է բացազատվել, պարզապես փոխանցումը մի փոքր իհարկե ավելի ուժեղ պետք է կատարվել ու
Հովանեսյանը միայնակ էր արդեն դուրս գալու Սևոյանի դիմաց։ Եվս մենք փոխանցում հիմա էլ Աթայանը կանգնեց գնդակի ճանապարհին ու անկյունային հնարավորությունը վաստակում Լևերկուզեն այս իրավիճակում։ Ու տեսնենք այս անկյունայինը ինչ կտա։ Բայերն եւս սեք փոխանցում հերուն գնաց գնդակը եւս մեկ անգամ, բայց Գեբեշյանը նորից գնդակի մոտ է փոխանցում։ Օհանյան հաշիվը հավասար է 1-1, 33 համարը գրավում է դարպասը Լևերկուզենի ու հավասարեցնում հանդիպան հաշիվ ու թիմերը կարծես գնում են ընդպիչման հենց այս հաշվի առկայության դեպքում ընդպիչում, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք Ատալանտան ընդդեմ Բայեր Լևերկուզենի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը հավասար է նախ Վանիկ Պետրոսյանը բացեց այս դիմակայության հաշիվը Հովանեսյանի փոխանցումից հետո բայց խաղակեսի վերջին դրվագում կարողացավ անկյունային լավ խաղարկել Լևերկուզենը ու Օհանյանը գլխով գնդակ ուղարկեց Սուրեն Սարգսյանի դարպասը հավասարեցնելով հանդիպան հաշիվը հիմա տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կառաջարկեն մեզ թիմերը իհարկե շատ լարված է ընթանալու այս երկրորդ խաղակեսը շատ հետաքրքիր երկրորդ խաղակես ենք ունենալու եկեք եւս մեկ անգամ վերհիշենք թիմերի հայտարարությունները Սկսենք Լևերկուզենից Թաթուլ Սևոյանը դարպասում է համար 1, Հովանես Կուրգինյան համար 3, Աղասի Ավետիսյան համար 4, նա թիմի ավագն է, Հովանեսյան ու չկա այստեղ խաղի կանոնների խախտում։ Ոչ, ամեն ինչ մաքուր էր։ Չտեսավ մրցավարը խաղի կանոնների խախտում ու Ես հիմա կնետի Ատալանտան շարունակեմ ծանոթացնել Բայերի հայտարարությունները Արմեն Ազնաուրյան համար 5, Արթուր Պետրոսյան համար 7, Ադրանիկ Կիրակոսյան համար 10, Գագիկ Ղուկասյան համար 9, Համլետ Ազնաուրյան համար 17, Վարդգես Գեբեշյան համար 21, Ալեն Հարոյան համար 22, Հարություն Օհանյան համար 33 եւ Վարամ Մկրտչյան համար 59 Ատալանտա Սուրեն Սարգսյանը պաշտպանում է դարպասը համար 12, Անդրանիկ Ադամյան համար 5, Դաթիմի ավագն է, Ալիկ Հովանեսյան համար 6, Վանիկ Պետրոսյան համար 7, Ադուլ Ասատրյան համար 8, Ռազմիկ Եգանյան համար 9, Կամրցավարի Սուրիչը ստանդարտը տեսնենք Ադամյան փոխանցում, բայց հեռացեցին գնդակ այստեղ Բայերի ֆուտբոլիստները Եգանյան Հետ ուղարկեց կրկին Ասատրյանին, ես շահունակեմ Ատալանտայի հայտարարությունները Արամ Եգանյան համար 11, Դավիթ Աթայան համար 21 եւ Մաքս Սարգսյան համար 55, ճիշտ է Մաքսիմ Սարգսյանը կա հայտարարությունում, բայց կարծես ներկա չէ այս հանդիպանը։ Ամեն դեպքում ինձ մոտ առկա է Մաքսիմ Սարգսյանի անունը, գուցե նրան մենք ամեն դեպքում տեսնենք երկրորդ խաղակեսում խաղադաշտում։ Հիմա գնդակով Բայերի ֆուտբոլիստերն են Բայց Ռազմիկ Եգանյանն է հաջող խլում ու անցում կատարում, փոխանցում Ադամյան գուցե փորձի Ադամյան այդպես էլ արեց ու եթե չլիներ այստեղ Բայերի ֆուտբոլիստի արկայությունը Ադամյանի հարվածի ժամանակ ապա չէինք կարող ասել ինչ ուժգնությամբ հարված էր արդեն իսկ նա կատարել իհարկե շատ լավ փակեցին Ադամյանի հարվածը եթե ընդհանուր դարպասին բարդ հարցեր լինելու Սևոյանը կհեռացներ այդ գնդակը թե ոչ իսկ հիմա Սևոյանը Եգանյանի կատարած փոխանցումը առանց խնդիրների վերցրեց, նրան ոչ ոք չխանգարեց այս իրավիճակում ու փորձում է եւս մեկ գրոյի հասնել Բայեր Լևերկուզենը Պետրոսյանն է աչեզրում Մնաց գնդակով ոչ ներողություն ոչ թե Պետրոսյանն այլ Բայերը 5 համարն էր այս իրավիճակում Արմեն Ազնաուրյանը ու գնդակը ամեն դեպքում կորցրեցին Ատալանտայի Բայերի ֆուտբոլիստները Ատալանտան գնդակով է Վանիկ Պետրոսյան թողեց գնդակը Ադուլ Ասատրյանին ու դեպի Արամ Եգանյանն ենք փոխանցում տեսնում Եգանյան Շատ լավ նկատեց Հովանեսյանին, Հովանեսյանն էլ շրջվեց, անցավ, հարվածեց, բայց Սևոյանը վերցրեց գնդակը այո նորից Հովանեսյանին թույլ են տալիս հարված կատարել, բայց արդեն իհարկե պետք է մտածի Լևերկուզենը պաշտպանությունում այս ամենի մասին Ալիկ Հովանեսյանին թողնել հարձակման կրակագծում միայնակ ու տալ նրան տարածությունը հավասարազոր է իհարկե գոլի
նա շատ լավ է օգտագործում իր շանսերը, բացառությամբ իհարկե այս դրվագի չստացվեց Հովհաննիսյանի մոտ, ու այնպես չէ, որ նա միայնակ էր, ամեն դեպքում պաշտպանը խանգարում էր Հովհաննիսյանին, բայց եւս 1-2 փորձ ու Հովհաննիսյանի այս փորձերը կարող են ստացվել Վանիկ Պետրոսյան մնաց գնդակով Պետրոսյանը հարված ու մի փոքր բարձր է ստացվում Պետրոսյանի հարվածը իհարկե կար խաղի կանոնների խախտում նրա դեմ պայքարում բայց մնաց գնդակով Պետրոսյանը այդ իսկ պատճառով շտուլեց հանդիպան գլխավոր մրցավար իսկ հիմա հարված կտեսնենք Լևերկուզենի դարպասից խաղարկումով Օհանյանը ուղարկեց գնդակը Աչիեզեր իսկ հիմա սխալ պաշտպանությունից դուրս գալու Ծալիկ Հովհաննիսյան ու այստեղ Սևոյանն է հեռացնում գնդակը անկյունային իրականացնի հիմա էլ Ատալանտան որը կարծես պատրաստվում է իրականացնել Վանիկ Պետրոսյանը ու տեսնենք այս անկյունային ինչ կտա արդեն իսկ Ատալանտային Պետրոսյան, տեսնում ենք փոխանցում դեպի Տուգանայինի մատույցները հեռացված է գնդակը Աթայանին վերադարձավ հիմա այլ գնդակը, բայց չկան տարբերակներ ու շատ ճիշտ վարվեց այս իրավիճակում Աթայանը գնդակը ետ ուղարկելով դարպասապահ Սուրեն Սարգսյանին Ադամյան դեպի Աթայանը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց չնայած Լևերկուզենի մոտ արագ հակագրոյի փորձը չստացվեց ամեն դեպքում հիմա հարված տեսանք այս իրավիճակում Արմեն Ազնաուրյանից, բայց Սուրեն Սարգսյանը վերցրեց գնդակը, այո, կարող են մի փոքր ավելի արագ կազմակերպել Բայերի ֆուտբոլիստները, բայց դանդաղեցին ու Ատալանտան հաստրեց վերադասավորել պաշտպանությունում եւ փակել բոլոր ուղիները։ Ալիկ Հովհաննիսյանը Օհանյանը թիկունքից լավ է աշխատում ու հիմա ուղարկում գնդակը Գեբեշյանին, Գեբեշյան լավ անցում էր։ Գեբեշյան տեսնենք ի շարունակություն կտա ինքն էլ որոշեց եզրափակել այս դրվագը, բայց հարվածը շեղությամբ ստացվեց Գեբեշյանի կատարած ու հիմա Ատալանտան է նետվում առաջ, որքան բարձր է այս րոպեներին հանդիպման տեմպը։ Եգանյան շարժվում է առաջ հիմա Արամ Եգանյանը աչից կա Ասատրյանն ուղարկեց գնդակ Ադուլ Ասատրյանին, Ասատրյանն է հիմա էլ հարվածում, բայց շեղությամբ է ստացվում Ասատրյանի այս փորձը ու հարված կլինի արդեն Բայերի դարպասից։ Օհանյանն է կրկին ուղարկում գնդակը առաջ, հասավ այն Գեբեշյանին։ Վանիկ Պետրոսյան փակեց գնդակի ճանապարհը, բայց Գեբեշյանը պայքարեց միջև վերջ ու պայեց գնդակին մոտ, կատարեց նույնիսկ փոխանցում Աթայանն է հիմա հեռացնում գնդակը Աղասի Ավետիսյան։ Շարունակում է Բայերի գրոհը Ավետիսյանը հարվածի փորձ այստեղ Ավետիսյանից տեսանք, բայց թույլ ստացվեց հարվածը Ավետիսյանի կատարած։ Սուրեն Սարգսյան դեպի Աթայանը Ձախ եզրով Աթայանը շարժվում է առաջ ուղարկեց գնդակը Ռազմիկ Եգանյանին, Եգանյան գեղեցիկ անցում, Եգանյան ինքն էլ արեց ամեն ինչ այս դրվագում միայնակ ու 2-1 Ռազմիկ Եգանյանը գրավում է դարպաս ու առաջ մղում Ատալանտային հաշվի մեջ։ Ռազմիկ Եգանյանը 2-1 Ատալանտան այս խաղում արդեն երկրորդ անգամ առաջ է անցնում հաշվի մեջ, բայց իհարկե առաջին գոլի ժամանակ երբ Պետրոսյանը խփեց ստանալով Հովհաննիսյանից փոխանցում այս անգամ Եգանյանը ամեն ինչ արեց միայնակ, իսկապես ստացավ, այնպես չէ որ փոխանցում չստացավ, բայց իհարկե գրոհի վճռորոշ մասում գործեց միայնակ ու շատ լավ արեց ամեն ինչ, շրջանցելով մեկ մրցակցի դարպասապային ու գրավելով դարպասը Վանիկ Պետրոսյանը հիմա էլ եթե Պետրոսյանի փոխանցումը հասներ Հովհաննիսյանին, ապա կարող է Ատալանտան մեծացնել առավելությունը, բայց Սևոյանը վերցրեց գնդակ, իսկ հիմա արդեն անկյունայինի հնարավորություն վաստակեց Ատալանտան շատ արագ։
Եգանյան Դեպի Ադամյանը գուցե հերվեց փորձի Ադամյանը, այո այդպես էլ արեց, բայց բարձր ստացվեց Ադամյանի հարվածը։ Գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Օհանյան դեպի Ուկասյան ուղարկեց գնդակը, կրկին Օհանյան, Պետրոսյան Դուրս եկավ գնդակը Պետրոսյանից հենց եզրից կնետի Ատալանտան Պետրոսյան ուղարկեց գնդակը Եգանյանին ու դեպի արդեն Աթայանը փոխանցում տեսանք Անդրանիկ Ադամյան խաղարկում է Ատալանտան գնդակը առայժմ պաշտպանությունում Եգանյան երկար փոխանցում Ռասմիկ Եգանյանն էլ հաջող գործեց Ալիկ Հովանիսյան գեղեցիկ շրջվեց Հովանիսյան ու տեսնեք ինչ շարունակություն է մտածել Շատ լավ էր մտահղացումը մտածել Ալիկ Հովանիսյանը շատ լավ արեց ամեն ինչ բացի վերջին կատարած փոխանցումից որը մի փոքր թույլ ստացվեց Վանիկ Պետրոսյանի համար այստեղ էլ խախտեց Ասատրյանը խաղի կանոնները, բայց գնդակը Լևերկուզենի մոտ է այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը Օհանյան մնաց գնդակով Բայերի առայժմ միակ գոլի հեղինակը իսկ հիմա արդեն այս հարվածը Ադուլ Ասատրյանը իր վրա ընդունեց ու անկյունային հարված է վաստակում Բայերը այս իրավիճակում Առաջին դեղին քարտը տեսանք այս խաղում, այն իր գլխավերևում տեսավ Ադուլ Ասատրյանը նախորդ դրվագում Կիրակոսյանի դեմ պայքարում խաղի կանոնները խախտելու համար ու հիմա անկյունայինը խաղարկեցին Լևերկուզենի ֆուտբոլիստները, բայց ոչինչ այն չտվեց ու իսկ հիմա Ավետիսյանի փոխանցումից հետո Ադամյանն է կարողանում հեռացնել գնդակը եւս մեկ անկյունային իրականացնի Բայերը Կա փոխանցումը հեռուն գնաց գնդակը, բայց Պետրոսյանը իջեցրեց նույնիսկ հարվածեց ու փակվեց այստեղ Պետրոսյանի հարվածի ճանապարհը Եզից հիմա էլ կնետն արդեն Բայերի տղաները Պետրոսյան ու խախտեցին խաղի կանոնները Պետրոսյանի դեմ պայքարում եւ ստանդարտ է վաստակում արդեն մանր քայլելով Բայեր Լևերկուզենը Ատալանտայի դարպասի ուղղությամբ հիմա ողջ կազմով Լևերկուզենը գտնում է մրցակցի Տուգանայինի մատույցերում, բայց Հովանիսյանին միայնակ են թողել, նա կարծում եմ իհարկե միտումնավոր է մնացել այս հրապարակում, դաշտի այս հատվածում, հիմա կա փոխանցում ու Ասատրյանը հեռացեց գնդակը, իհարկե եթե ստացվեր հեռացնել այնպես ինչպես Հովանիսյան, ինչպիսի դիրքում Հովանիսյանն է կանգնած, ապա վտանգավոր հակակրող կազմակերպել Ատալանտան այս իրավիճակում, կարծում եմ դա է միակ տարբերակը Հովանիսյանի այս դիրքում մնալու, իսկ հիմա Օհանյանի եւս մեկ փորձ ու այս անգամ չստացվեց գտնել ցանցը Սուրեն Սարգսյան ուղարկում է գնդակը Ասատրյանին Արամ Եգանյան լավ նկատեց Ռասմիկ Եգանյանին Եգանյանը շրջվեց ու քիչ էր մնում տաներ իր գնդակը բայց այստեղ խլեցին Բայերի ֆուտբոլիստները Կիրակոսյան դեպի Աչեզը Լևերկուզենը անցել է վտանգավոր գրոյի բայց Սուրեն Սարգսյանը վերցրեց գնդակը նետելով Վանիկ Պետրոսյանի ուղղությամբ Պետրոսյան տեսնենք ինչ որոշում է կայացնելու թողնում է Ադուլ Ասատրյանին դեպի Արամ Եգանյանը բայց այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից չնայած եզից կնետի Ատալանտան Եգանյանի փոխանցումից հետո դիպավ գնդակը Բայերի ֆուտբոլիստերին ու տեսնենք փոփոխություն այս ընթացքում տեղի ունեցավ Լևերկուզենի կազմում եզից նետելու է Ատալանտան Աթայան դեպի Ալիկ Հովանիսյանը
Ու այո, նորից եզրանային նետում, որը իրականացնի Ատալանտան, վաստակեց այս իրավիճակում Ալիկ Հովհաննիսյանը, Աթայան դեպի Ռազմիկ Եգանյանն է ուղղված փոխանցումը եւ Ավետիսյանն է խախտում հիմա էլ խաղի կանոնները։ Արագորեն խաղարկում է Ատալանտան գնդակը Վանիկ Պետրոսյան, գուցե ստացի Պետրոսյանի փորձը, բայց շեղությամբ ստացվեց այս անգամ։ Վանիկ Պետրոսյանի հարվածը շատ նման էր այն դիրքին, որտեղից նա գրավեց Մանչեսթեր Սիթի դեմ խաղում դարպաս ու բացեց այդ խաղում հաշիվը, իհարկե նմանատիպ տարածությունից հարվածեց Վանիկ Պետրոսյանը, բայց այս անգամ Պետրոսյանի փորձը չստացվեց։ Կիրակոսյան դեպի աջ։ Իսկ հիմա արդեն ընկավ ու կորավ Բայերի գրոյի տեպը, Վանիկ Պետրոսյանն այդ պահեց գնդակը դաշտի սահմաններում, իսկ հետո վաստակեց եզրային նետման հնարավորություն Ատալանտայի համար։ Ինքն էլ պատրաստվում է իրականացնել, նետում եմ։ Կա փոխանցում Եգանյան։ Բայց ուժեղ է այս փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, չստացվեց Լևերկուզենի մոտ գրոյի անցնել։ Ասատրյան։ Երկար փոխանցում առաջ Ալիկ Հովհաննիսյանի ուղղությամբ, բայց այստեղ լավ աշխատեց Բայերի պաշտպանը թիկունքից, իսկ հիմա Հովհաննիսյանը մաքուր խլում կատարեց Ալիկ Հովհաննիսյան, տեսնենք ինչ որոշում է կայացնում, չփոխանցեց ինքը, հարվածեց ու փակվեց Հովհաննիսյանի հարվածի ճանապարհը, իսկ այստեղ արդեն խաղի կանոնների խախտում Աթայանի դեմ պայքարում ու եւս մեկ դեղին քարտ։ Տեսանք մենք հիմա խաղադաշտում։ Հիմա էլ Գեբեշյանը կարծես զգուշացվեց։ Ու նորից Ատալանտան Տուգանային է վաստակել եւ նորից Անդրանիկ Ադամյանն է գնդակի մոտ, կա մրցավարի Սուլիչը, Ադամյան հարված ու կարծես հենց Գեբեշյանը փակեց գնդակի ճանապարհը, այն վերադարձավ կրկին Ադամյանի մոտ, շատ լավ անցում ենք տեսնում Ադամյանից, մի քանի մրցակցի դեմ պայքարում ու ինչ այստեղ չկա 11-6-ից, արդյոք կարծում եմ գդիտի մրցավարը ամեն դեպքում դադարի ժամանակ Ադամյանի հետ տեղի ունեցած այդ դրվագը, իսկ հիմա Բայերի փորձը Պետրոսյան լավ անցում էր, Պետրոսյան հարված ու Սուրեն Սարգսյանն է այստեղ կարողանում փակել հարվածը, Վանիկ Պետրոսյան, շարժվում է առաջ Պետրոսյանը, աջ եզրում է, շատ լավ արագություն զարգացեց, մնաց առայժմ գնդակը Պետրոսյանի մոտ, դեպի Հովհաննիսյանը, կրկին Պետրոսյան, նորից Հովհաննիսյանին ուղարկեց գնդակը Ալիկ Հովհաննիսյան հարված ու այստեղ թույլ ստացվեց Հովհաննիսյանի հարվածը, Սևոյանն էլ կարողացավ վերցնել գնդակը, Պետրոսյան, ուղարկեց գնդակը Ղուկասյանին, այո, պետք է Լևերկուզենը իհարկե շարժվի առաջ, անկախ ամենից, որ այս խաղը մեծ հաշվով ոչինչ չի տա Բայերին, բայց իհարկե Ատալանտայի տեսանկյունից նույն բանը ասել չենք կարող, հիմա եզրային նետում, որը կիրականացնի Լևերկուզենը։ Տեղի ունեցավ փոփոխություն այս ընթացքում կրկին Լևերկուզենի կազմում, հիմա Կիրակոսյանի փոխանցում ու Ասատրյանը հասցրեց հեռացնել գնդակ, այո, եթե չդիպչեր այստեղ Ասատրյանը գնդակին ու չհասներ, ապա արդեն Արտուր Պետրոսյանը միայնակ էր այդ իրավիճակում ու կարող էր շատ լավ կերպով եզրափակել այդ փոխանցումը։ Խաղարկված է եզրային նետումը, շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Գեբեշյանը, եւս մեկ փոխանցում ու ինչի այստեղ։ Հիմա 11 մետրանոց հարված է պահանջում Լևերկուզենը, բայց մրցավարը ոչինչ չի տեսել ամենայն դեպս առաջին հայացքից ու տեսնենք շարունակությունը գրոյի Պետրոսյան։ Հարված ու Սուրեն Սարգսյանը
Խնդիրներ չունեցավ այս իրավիճակում, գնդակին տիրելու գործում, Ադուլ Ասատրյան Եգանյանին ուղարկեց գնդակը Աթայան Եվ կա խաղի կանոնների խախտում, բայց հիմա մրցավարը դիտելու է նախորդ դրվագի կրկնապատկերը, հասկանանք ինչ է տեղի ունեցել Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չկար ոչինչ Նախորդ դրվագում Պետրոսյանի դեմ պայքարում այո եկել էր մրցավարը դիտելու 11 մետրոց նշանակելու այդ դրվագը կարծես խախտում պահանջեցին Բայերի ֆուտբոլիստները, բայց իհարկե ամեն ինչ կարգին է, չտեսա մրցավարը ոչինչ ու շարունակվում է հանդիպումը 2-1 հաշվի առկայության պայմաններում, որտեղ խախտում է այս պայդրության Ատալանտան 5 րոպե մինչև հանդիպման ավարտ ու տեսնենք թիմերը այս մնացած 5 րոպեներում ինչ կցուցադրեն մեզ Եգանյան Շատ լավ փոխանցում դեպի Ռազմիկ Եգանյանը հարականում է Հովանիսյանը Եգանյան կա փոխանցում, բայց այստեղ ավելի շուտ արձագանքեց գնդակին Բայերի պաշտպանը ու հեռացրեց գնդակը Եվ անկյունային է վաստակում Ատալանտան այս իրավիճակում այո ոչ ոքի այստեղ մեղադրել Ատալանտայի ֆուտբոլիստների չեն կարող Եգանյանը ամեն ինչ շատ ճիշտ արեց փոխանցումը նույնպես ժամանակին էր, բայց իհարկե հասցրեցին Բայերի ֆուտբոլիստները նահանջել ու հեռացնել գնդակը Խաղարկում է գնդակը Լևերկուզենը Եբեշյան Այդ փոխանցում Աղասի Ավետիսյանն է գնդակով Ոստեղ ռիսկի դիմեցին Բայերի ֆուտբոլիստները Ադամյանը ամեն դեպքում գնում է միջև վերջ պրեսինգի ու հիմա տվեց այստեղ որոշակի մասով Ադամյանի որոշակի մասով ընդհանուր Ատալանտայի պրեսինգը եւ գնդակը կլինի Ատալանտային Դրանքս քայլելով հանգստանալով գնում են գնդակը վերստում ավելցնում ես ավելցիա Եգանյան Դեպի Պետրոսյանը Եվ Բայց Պետրոսյանը գնդակը դաշտի սամաններում ու հիմա ներվում է առաջ Ատալանտան Եգանյան դեպի ձախ տարավ գնդակը հարվածեց ու գրավեց դարպասը 3-1 3-1 Ատալանտան կրկնապատկում է առավելությունը ու հիմա արդեն ունի 2 գնդակի առավելություն խաղադաշտում, ինչ այս վերջի րոպեներին հնարավորություն է տալիս իհարկե արդեն 3 միավորի մասին մտածելու 1 գնդակը հաղթանակ չէր ամեն դեպքում, բայց 2 գնդակ ու շատ քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին Եգանյանն էլ դուբլ գրանցեց Իանվան դիմաց այս խաղում ու հիմա տեսնենք այս վերջի րոպեները ինչպես կստացվեն Ալիկ Հովանիսյան Բայց այստեղ Որցրեց գնդակը Ատալանտան ու հիմա Բայերի պատասխանը տեսնենք Պետրոսյան կա փոխանցումը դեպի Կիրակոսյանը ու Պետրոսյանը հասնում է փակել Կիրակոսյանի Արջևի ճանապարհը թույլ չտալով նրան իհարկե շրջանցել իրեն Եզիս կնետի Լևերկուզենը Աղասի Ավետիսյանն է պատրաստում եզրային նետում իրականացնելու Երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցները Ասատրյանը փորձեց հեռացնել Աթայան չկա խախտում արդյոք ոչ շարունակվում է հանդիպումը իսկ հիմա անկյունային է վաստակում այստեղ Լևերկուզենը Ատալանտայի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ է տալու Բայերի ֆուտբոլիստերին այո հանդիպան վերջնամասը 3 րոպեից ավելի քիչ է մնացել հանդիպան ավարտին Այդքան ունեն իրենց տրամադրության տակ թիմերը իհարկե խոսքս առաջին հերթին վերաբերվում է Բայերի ֆուտբոլիստերին մտածելու այն մասին որ կրճատեն հանդիպան հաշիվը տեսնում ենք փոխանցում ու Ադամյանն է հեռացնում գնդակը Եզից հիմա էլ կնետի Լևերկուզենը
Երկար փոխանցում դեպի Տուգանայինի Մատուշտերը Ադուլ Ասատրյանը ամեն դեպքում խանգարեց այստեղ հիմա էլ Պետրոսյանի հարվածը տեսանք ու անկյունային է վաստակում այս իրավիճակում Լևերկուզեն այո հասկացան միմյանց Ադամյանն ու դարպասապահ Սուրեն Սարգսյանը որից իհարկե օգտվում է միայն Լևերկուզենը անկյունային տեսնենք այս անկյունայինը ինչ կտա Բայերի տղաներին Կա Սուլիչը Կիրակոսյանը փոխանցում է Տուգանայինի Մատուշտեր Ավետիսյանն էլ հարվածեց ու մի փոքր շեղությամբ ստացվեց հարվածը եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց 3-1 հաշվով գերետաքրքիր հանդիպում դիտեցին բայց Ատալանտան հասավ հաղթանակի ու վաստակեցի հերթական 3 միավորը Կարճ դադար որից հետո խաղային օրը կշարունակվի մեզ մոտ